Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ 2020 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանում որոշել են զորահանդես անցկացնել։ Ինչու, ինչ ենք տեսնելու հրապարակում եւ ինչ հետեւություններ կարելի անել արդեն այսօր։ Հյուրընկալել ենք ազգային ժողովի պատգամավոր ռազմաարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Արտյոմ Մեհրաբյանին։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Մեհրաբյան, հայաստանյան ընդդիմությունը քննադատում է իշխանություններին, ասում է, խնդրեմ, մայիսի վերջ զորահանդես են անցկացնելու, դրանից ընդամենը 1 շաբաթ անց, մոտավորապես 1 շաբաթ անց ընտրություններ են, եւ իշխանությունները որոշել են նման կերպ ձայներ շահել, եւ զորահանդեսի ամբողջ նպատակն էլ դա է։ Դուք իշխող խմբակցության պատգամավոր եք, իշխող ուժի ներկայացուցիչ եք, ինչու հանկարծ որոշեցիք զորահանդես անցկացնել։ Շնորհակալություն հարցի համար։ Մինչ զորահանդեսի մասով կասեմ, ես կուզենամ մի հատ կարևոր բան նշել, որ մենք մեր իշխող թիմը միշտ մենք բաց ենք եղել եւ թափանցիկ բոլորի համար, նաեւ մեր ընդդիմության համար։ Բազմաթիվ անգամ եւ ռազմաարդյունաբերության կոմիտեի գործարաններին մենք հրավիրել ենք իրանք եկել են, տեսել են, թե ինչ արտադրանք ունենք, ինչ ենք ունեցել նախկինում եւ ինչ ունենք հիմա։ Ցավոք սրտի իրանք ոչ մի անգամ ոչ մի տեղ դրա մասին չեն խոսում, բայց դա արդեն մոտ 1 տարի առաջ, այսինքն մինչև հայտարարել է, որ ցուցահանդես է լինելու։ Զորահանդես։ Զորահանդես, այո։ Նաև ես կուզենայի նշել, որ բազմաթիվ անգամ նաև վարչապետն է խմբեր տարել, թե պաշտպանության նախարարությունը ինչ ձեռքբերումներ է արել, ինչ գնումներ է կատարել դրսից, որպեսզի ցույց տա մեր հանրությանը, նաև մեր ընդդիմադիր պատգամավորներին ցավոք սրտի իրանք ցանկություն չեն հայտնել գալ այդ ամեն ինչը տենալ, իսկ ինչ վերաբերվում է զորահանդեսի հետ կապված, որ պետքա լինի, դա մեր աշխատանքն է, որ ցույց ենք տալու մեր ժողովրդին, թե այս տարիների ընթացքում մեր բանակը ինչ ձեռքբերումներ ունի, ինչ կտեսնեն մեր հայ ժողովուրդը, ինչ կտեսնեն այդ օրը, կտեսնեն եւ ներքին արտադրողների, այսինքն մեր հայկական Հայաստանի Հանրապետությունում արտադրված զինատեսակներ, նաև պաշտպանության նախարարության կողմից կատարված գնումները, այսինքն կլինեն բազմաթիվ հետաքրքիր նմուշներ։ Մենք զորահանդեսին դեռ կանդրադառնանք ամեն դեպքում, երբ որ ես ճիշտ եմ հասկանում, որ զորահանդես անցկացնելը կարծես վաղուց էր որոշվել, ամիսներ առաջ։ Այո, դա վաղուց որոշված էր, ասեմ ձեզ, սա բազմաթիվ անգամ մեր ընդդիմադիր պատգամավորները կլինեն, թե ընդհանրապես ընդդիմադիր լրատվականները անդադ փորձում են շարքել, թե մենք դա անում ենք զուտ քարոզի համար։ Այո, չէ՞ որ ընտրություններից դրանից հետո ընտրությունները մոտ 10 օր հետո են եւ մենք վաղուց ենք դրա մասին պլանավորել, որոշել, նորից եմ կրկնում, դա զուտ մեր ժողովրդին ցույց տալ է, մեր հանրությանը ցույց տալն է, թե մենք ինչ ձեռքբերումներ ունենք։ Իշխանությունները ինչ են պատրաստվում ցույց տալ մայիսի վերջին։ Տեսեք, ես կփորձեմ շատ չբացել, որպեսզի մեր ժողովրդին էլ հետաքրքիր լինի։ Լինելու են հայկական արտադրանքների ԱԹՍ-ներ, լինելու են Հնդկաստանի կողմից գնումներ կատարված մեր հրետանիները, 155 մմ-անոց հրետանի եւ փինակահամակարգերի ինձ թվում է կլինեն, նաեւ կլինեն Ֆրանսիայից գնաց մեր Ցեզարները կտեսնեն, այսինքն բան ունենք ցույց տալու մեր ժողովրդին։ Անակնկալներ սպասվում են զինատեսակներ, որոնց մասին չի խոսվել նախկինում, բայց մենք ձեռք ենք բերել եւ հնարավոր է այդ օրը ցույց տակ։ Իմ կարծիքով այո։ Տեսեք, օրերս ես լսում էի ազգային ժողովի պաշտպանության անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցը եւ ինքը ասում էր, որ հատկապես այդ օրը ցույց են դրվելու հատկապես անօթաչուներ, որոնք արտադրվել են Հայաստանում եւ հաշվի առնելով 20 թվականի պատերազմի ընթացքը, հետևանքները, մենք տեսանք, որ հատկապես այդ ուղղությամբ Հայաստանը խոցելի է եւ կարելի է ենթադրել, որ հատկապես այդ ուղղությամբ Հայաստանի կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրել։
այդ ուղղությամբ հատկապես այդ ուղղությամբ անօթաչուների ուղղությամբ ինչ կարող ենք մենք սպասել, ինչ կարող ենք տեսնել։ Ես մի քիչ հետ կգնամ ու կասեմ, թե ինչ ենք արել մենք, որպեսզի մենք ունենանք այդ անօթաչու թռչող սարքերը եւ ինչ ենք ցույց տալու 19 թվականից նախկին բարձր տեխնոլոգիաների նախարարության նախարարը պարոն Արշակյանը, Հակոբ Արշակյանը կատարեց ֆինանսավորում, գիտահետազոտական աշխատանքների մասով ֆինանսավորում արվեց անօթաչու թռչող սարքերի, այսինքն դա գիտական աշխատանքներ եւ փորձանմուշներ ստանալու նպատակով եւ դա հանգեցրեց նրան, որ մենք արդեն Հայաստանի Հանրապետությունում ունենք մոտ, չեմ ուզում շատ փակագծեր, մոտավոր թվեր ես կասեմ, մոտ 5-6 կազմակերպություններ, ովքեր շատ լուրջ արտադրանք ունեն ու օրեցօր իրանք ավելի զարգացնում են իրանց արտադրանքը, դրանք հետախուզական թռչող սարքերն են եւ հարվածային, նաև ունենք FPV դրոններ, որը այսօրվա դրությամբ ինչքանով եք դուք տեղյակ, շատ է կիրառվում ռուս-ուկրաինական պատերազմում եւ շատ արդյունավետ, այսինքն մենք ունենք շատ լուրջ թիմեր եւ շատ լուրջ կազմակերպություններ, որոնք զբաղվում են այդ ուղղությամբ եւ մենք նույնպես այդ ամեն ինչը իմ կարծիքով ցույց կտանք մեր ժողովրդին։ Պարոն Մեհրաբյան, այս տարի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, ասաց, որ գիտեք, նախորդ 3 տարիներին մոտավորապես 170 միլիարդ դրամ է հատկացվել ռազմաարդյունաբերական համալիրին, առաջիկա 3 տարիներին նախատեսվում է հատկացնել եւս 150 միլիարդ դրամ։ Եթե այդ թվերը գումարում ենք, թիվը ընդհանուր մոտենում է 1 միլիարդ դոլարի, ինչը համաձայնեք տպավորիչ թիվ է Հայաստանի համար, հայաստանյան տնտեսության որևէ ճյուղի համար, ինչի մասին է այս թիվը վկայում, ինչ է փոխվել ռազմաարդյունաբերական համալիրում, եթե միայն կառավարությունը հայտարարում է, որ գիտեք, մոտ 1 միլիարդ դոլարի դա էլ հայտարարում է, իրականում ինչքան է տեղյակ չենք, ներդրում է արվում այդ ոլորտում, նշանակում է այդ ոլորտում ինչ-որ բան փոխվել է։ Ինչ փակագծեր կարող եք բացել, ինչ է փոխվել։ Ուրեմն ամենակարևոր բանը, որ փոխվել է, դա մեր կառավարության վստահությունը մեր ռազմաարդյունաբերողների նկատմամբ։ Այսինքն 2022 թվականին մենք փորձեցինք մեր կառավարությանը ներկայացնել այն բոլոր արտադրատեսակները, որոնք մենք արդեն ունեինք, որը ծագել էին գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորման շնորհիվ եւ ունենալով այդ ժամանակ կազմակերպություններ, որոնք ունեն արտադրանք արդեն եւ դա կիրառելի էր եւ հսկայական աշխատանքներ մենք տարանք Պաշտպանության նախարարության հետ հասկանալով իրանց կիրառման դերը որտեղ են կիրառելու եւ ընդհանուր աշխատանքից ցակեց այդ որոշումը եւ ես ողջունում եմ այդ որոշման, շատ կարեւոր որոշում էր մեր պետության համար, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա ռազմաարդյունաբերություն եւ մենք կատարեցինք այդ ֆինանսավորումը 171 միլիարդ դրամի ֆինանսավորումը 3 տարվա ընթացքում 3 տարվա կտրվածքով, որը ավարտվեց 2025 թվականին։ Անցած տարի, այո, իմիջիալոց ասեմ, որ մենք ունենք 100% արդյունք, այսինքն ոչ մի ռազմաարդյունաբերող ժամանակից չուշացավ եւ կատարեց իրանց աշխատանքը պատվով, բայց մենք հասկանում ենք մի բան, որ ոլորտը ինքը նոր ոլորտ է, այսինքն ես միշտ ռազմաարդյունաբերությունը այդ ժամանակներին համեմատական էի տանում փոքր երեխայի, որը նոր քայլեր է անում եւ շատ կարեւոր է ռազմաարդյունաբերությունը զարգանա։ Մենք պետք է այստեղ նշենք կարեւորը, որ ռազմաարդյունաբերությունը դա ամենաառաջինը դա արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկն է, բայց ինքը իր հետ տանում է նաեւ գիտական լուրջ թիմեր ունենք, գիտական աշխատանքներ են, իսկ դա մի հատ մեծ ոլորտ է ու մենք նոր խնդիրներ դրեցինք մեր ռազմաարդյունաբերողների առջև եւ ծագեցի նոր զինատեսակներ, նոր հնարավորություններ եւ եւս Պաշտպանության նախարարությունը տեսնելով թե մենք ինչ կարողություններ արդեն ունենք Հայաստանի Հանրապետությունում,
մեր ռազմաարդյունաբերողները ինչ հնարավորություններ ունեն կատարեց, այսինքն այդ նոր որոշումը կայացավ 150 միլիարդ առաջիկա 3 տարիների։ Ես հասկանում եմ, որ չեք կարող կոնկրետ օրինակներ նշել, կարող եք ուղղություններ նշել, հատկապես որ ուղղություններով է, որ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը առաջընթաց է ապրել, ինչ զորատեսակների հետ առնչություն ունեցող սպառազինություն է Հայաստանում այլևս արտադրվում։ Մենք ունենք զինատեսակներ, որ 100% ինքնաբավ ենք։ Օրինակ դրանք ականանետերն են։ Մենք Հայաստանի Հանրապետությունը արդեն 2024-5 թվականից ամբողջությամբ ինքնաբավ է, այսինքն մենք 60 մմ-անոցից մինչև 120 մմ-անոց ականանետեր արտադրում ենք, նաև արտադրում ենք ականներ, զարգացած մեր մոտ ԱԹՍ-ները, կապի համակարգեր, հեռահար կառավարման համակարգեր, հիմնականում այդ ուղղություններն են, կարող բաներ կհիշեմ, կասեմ անպայման, ասեմ ձեզ, որ բայց մենք դրա վրա չենք կանգնում, մենք խնդիրներ ենք դնում անընդհատ մեր արտադրողներին, մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է զարգանա հրթիռաշինությունը։ Այսինքն մենք դրա վրա ենք դեռ 2023 թվականին արդեն որոշակի քայլեր ենք արել եւ նաեւ ունենք լավ արդյունք, ունենք արդեն որոշակի հրթիռներ, փորձանմուշներ, որոնք կկիրառենք ու կհասնու փորձարկումներից հետո կհասկանանք գնա դա սերիական արտադրության թե ոչ։ Ես ճիշտ հասկացա, որ այս պահին Հայաստանում փորձում են արտադրել կամ ձեռնամուխ են եղել հրթիռների արտադրությանը միջին հեռահարության հրթիռներ։ Տեսեք, եկեք սենց ասեմ, որ ձեզ ավելի պատկերավոր լինի, Հայաստանի Հանրապետությունում մինչ 18 թվականը ընդամենը եղել են ռազմաարդյունաբերության ոլորտով զբաղվող մոտ 5-6 կազմակերպություն։ Այդ կազմակերպությունից հիմնական ֆինանսավորումն էլ եղել է մոտ մինչև 3-ից 4 միլիարդ դրամ։ Բոլորի համար։ Այո, ընդհանուր տարեկան կտրվածքով եւ ասեմ հիմնականում այդ ֆինանսավորումը գնում էր վերանորոգման աշխատանքների համար, բայց այդ ժամանակ էլ ենք մենք ունեցել կազմակերպություններ, որոնք արտադրել են, ունեցել են որոշակի սերիական արտադրության, բայց այս մասշտաբի մենք չենք ունեցել։ Այսինքն ես ինչ եմ ուզում ասեմ, որ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության իշխանությունը այդքան ուշադրություն չի դարձրել ռազմաարդյունաբերության զարգացման համար։ Որտեղ իրանք մտածել են ավելի լավ է մենք գնենք, քան թե արտադրենք։ Բայց մեր կառավարությունը լրիվ փոխեց այդ գաղափարը ու մեր համար ամենակարևորը Հայաստանում արտադրելն է, այսինքն ինչ եմ ուզում, ջանքեր չեն զբաղվել դրանով։ Եղել են 90-ական թվականներին որոշակի փորձարկումներ արվել են, հրթիռներ, այսինքն գրադ հրթիռի պրոտոտիպներ են եղել, փորձարկումներ արվել են այն ժամանակ, բայց ցավոք սրտի դա 98 թվականից հետո դադարացրել են եւ այդ պրոյեկտները կյանքի չեն կոչվել, նաեւ 18 թվականից հետո մենք այդ բոլոր արխիվից այդ թղթերն ենք ոնց որ կենթանացրել ենք ու փորձել ենք այդ ունեցած այդ հրթիռների հիմքի վրա մենք ստեղծենք նոր ինչ-որ պրոդուկտ ու աշխատանքներ տարվել են, տեսնենք, սպասենք լավ նորությունների։ Պարոն Մեհրաբյան, Հայաստանը անցնում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին։ Տեսեք, ոչ, մենք երկու ստանդարտով ենք աշխատում։ Եվ ունենք ՆԱՏՕ-ի ստանդարտ, այսինքն 155 մմ-անոց թնդանոթների եթե վերցնենք, դա ՆԱՏՕ-ի ստանդարտ է։ Նաև ունենք 152 մմ-անոց թնդանոթներ, որոնք նաև ականներ, որոնք եւ եթե չեմ սխալվում, եւ սովետական եւ ՆԱՏՕ-ի, չէ, սովետական ստանդարտ են։ Այսինքն մենք մեր մոտ ավելի շատ ասենց ասեմ եւ նա ունենք։ Բայց գնումները բացառապես բնականաբար Ռուսաստանից էլ զենք չեն գնում հայտնի պատճառներով, հայտնի պատճառներից ելնելով, գնումները կարծես բոլորը արևմտյան ստանդարտների համապատասխան են այլևս եւ այդ ավելի հարց է ծագում։ Տեսեք, եթե վերցնենք թնդանոթները, այո, ՆԱՏՕ-ի ստանդարտ են։
եթե վերցնենք մնացած ուրիշ զինատեսակները, պինականները եւ այլն, այդտեղ ստանդարտ իմ կարծիքով չենք կարող ասենք դա ինչ ստանդարտի է, նույն ԱԱԹՍ-ները հարվածային նույնպես դա նոր տեխնոլոգիաներ են, որ մենք չենք կարող դա ասենք դա ռուսական ստանդարտ է, թե Բայց ես այս հարցը երբ որ տալիս է, ես ավելի շատ նկատի ունեի ընդհանրապես բանակում բարեփոխումների առումով, դուք Պաշտպանության ազգային ժողովի Պաշտպանության եւ Համապատասխանության հարցերով հանձնաժողովի անդամ եք, վստահաբար տեղյակ եք ինչ է կատարվում բանակում, բարեփոխումների առումով նկատի ունեմ։ Մենք կառավարությունը ասում է, որ մենք ուզում ենք բարեփոխել հայկական բանակը, նախկին բանակը 20 թվականին ցույց տվեց, թե ինչ հնարավորություններ ունի, հիմա մենք ուզում ենք փոխել այդ բանակը, հարցը առաջանում մենք ուր ենք գնում, մենք զարգացնում ենք մեր այդ թվում ռազմական համագործակցությունը արևմտյան երկրների հետ, տեսնում ենք Ֆրանսիան օրինակն է, հա, ամեն ինչ այսպես հայտնի, հավանաբար այլ երկրների հետ նույնպես, եւ հարցը առաջանում մենք շարժվում ենք դեպի այդ ուղղությամբ, դեպի արևմտյան ստանդարտներ լայն առումով, ոչ միայն սպառազինության։ Տեսեք, շատ լավ նշեցիք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է մի քանի պետությունների հետ, զենքի գնման հետ կապված, նաև փորձը նույնպես։ Մենք Հայաստանում ուզում ենք ունենալ մի բանակ, որը կլինի մեր ստանդարտներին համապատասխան։ Այսինքն այն պատկերացումները, այն լավ պրոդուկտները, այն լավ մտքերը, որոնք կան, մենք հավաքում ենք մեր բանակում ու մենք ունենալու ենք, ես չեմ կարող ասել ինչ ավելի շատ ինչ ուղղվածության կդնի, բայց ունենալու ենք մեր տեսլականը պրոֆեսիոնալ բանակ, նաև բարեփոխումների շնորհիվ բանակի, նաև մեր ռազմաարդյունաբերողների արտադրանքների շնորհիվ մենք կարողացանք հասնել նրան, որ մեր կարևորագույն կետերից մեկն էր 2021 թվականի ընտրական մեր կառավարության բանակը կրճատել 6 ամսով։ Ոնց կա, ինչով կարողացանք մենք դա անենք, դա կարողացանք անենք բանակի նորից եմ կրկնում բարեփոխումներով եւ ավտոմատացնելով համակարգերը։ Այսինքն այսօրվա դրությամբ մեր սահմանում մենք ունենք հայկական դիտարկման սարքեր Հայաստանի Հանրապետության կողմից արտադրված մեր ռազմաարդյունաբերողների, որը կատարում է հսկայական աշխատանք, մի քանի զինվորի տեղ ինքը աշխատում է, այսինքն մեր սահմանները հսկվում են արդեն շատ լուրջ սարքերով, հայկական արտադրանքներով, որը թույլ է տալի մեզ վերանայել մեր բոլոր նախկինում այդ բոլոր ստանդարտները եւ ստացանք այն, որ Հայաստանի Հանրապետությունում կրճատեցինք ծառայությունը տարիուկես եւ ամենակարևորը այդ բարեփոխումների շնորհիվ մեր պայմանագրային զինծառայողների թիվը, ինչպես գիտեք, արդեն մոտ 5000 զինծառայող ունենք, որը թույլ է տալի մեզ գնացինք այդ բարեփոխումները։ Երբ որ ասում եք 5000 զինծառայող, նկատի ունեք ըստ էության պրոֆեսիոնալ։ Դա պայմանագրային զինծառայողներ են։ Նպատակ կա այդ թիվը ավելացնել։ Այո, մենք ուզում ենք գնանք դեպի պրոֆեսիոնալ։ Բացառապես պրոֆեսիոնալ բանակ, թե կարծում եք Հայաստանը չի կարող ռեսուրսների առումով, այդ թվում մարդկային ռեսուրսների առումով իրեն թույլ տալ բացառապես պրոֆեսիոնալ բանակ։ Չէ, իմ կարծիքով մենք կարող ենք։ Կան ինչ-որ ժամկետներ, որ իշխող ուժի ներկայացուցիչների այսպես գլուխներում պտտվում է եւ ենթադրենք Հայաստանը կարող է, չգիտեմ, 5 տարի, 10 տարի, 150 տարի, 350 տարի հետո ունենալ։ Դե մենք ասենց ասեմ, ամեն ռազմաարդյունաբերության մեջ էլ նաև բանակում ամեն ինչ ուզում ենք նենց անենք, որ այդ լավ արդյունքների արագ հասնենք, բայց պարզա, որ այդ ամեն ինչը ժամանակ է, տեսնենք, պարզա կարճ ժամանակ ենք դրել մեր առջև, կփորձենք ինչ որ ասել 2 տարուց 3 տարուց կլինի, դա մի քիչ իմ կողմից սխալ կլինի։ Բայց մենք գնում ենք դրան։ Պարոն Մեհրաբյան, Հայաստանի զինված ուժերում լուրջ խնդիրները պահպանվում են, շատ լուրջ խնդիրները պահպանվում են, մենք տեսնում ենք էլի սպանության դեպքեր, օրինակ, մենք տեսանք, որ անցած ամիս մարտին Վարդենիսի այն զորամասում, որտեղ այդ դեպքից 1 ամիս առաջ սպանություններ տեղի ունեցել, սպանել էին ժամկետային զինծառայող, այդ սպանությունից 1 ամիս անց նույն զորամասում ծեծկրտուք է լինում, դանակահարության դեպք է լինում, կամ ազգային ժողովի պատգամավոր իշխող խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը հայտարարում է, որ գիտեք, ասում է բանակում շաբաթը 1 են լողանում։
Ինչի մասին է սա վկայում։ Տեսեք, ինչ վերաբերվում է բանակում այդ տեղի ունեցած սպանությունների մասին, այս կրտուկների, ես ասեմ, Նույն զորամասում ընդհանուր։ Այսինքն ենթադրվում էր, որ գիտեք, քանի որ այդպիսի դեպք է եղել, վերահսկողությունը պետք է ուժեղացնեն, բայց խնդրեմ, 1 ամիս անց էլի դանակահարություն, ոչ միայն ծեսկրտուկ, այլև դանակահարություն։ մենք ամեն ինչ անում ենք, մեր Սա կներեք, որ ընդհատում եմ ձեզ, սա չի խոսում այն մասին, որ չգիտեմ, թքած ունեն թե այդ զորամասում ինչ է կատարվում։ Չէ, նման բան գոյություն չունի։ Բայց դեպքում ոնց բացատրել զուգադիպություն կարող է դա լինել զուտ այդ մասով, իսկ ինչ վերաբերվում է թե ընդհանուր բանակում ինչ է կատարվում, հա, այդ ձեզ կրտուկները եւ ամեն ինչ արվում է, որ կրճատենք այդ բոլոր ինչ որ պահանջվում է, ինչ որ պետք է, մենք դա անում ենք, բայց ցավոք սրտի լինում են դեպքեր, որի առաջ մենք չենք կարող ինչ որ բան անենք, այսինքն փորձում ենք անընդհատ բարեփոխումներ, բայց այդ դեպքերը ցավոք սրտի մեր բանակում կան, ինձ թվում է դա մենակ Հայաստանում չի, ու ինձ թվում է բոլոր պետությունները, ովքեր բանակ ունին, նման միջադեպեր լինում են, բայց ամենակարևորը դա անընդհատ չի, հա, եկեք չմոռանանք նախկինում ինչեր ա եղել, մենք այս ամեն ինչը փորձել ենք բերենք, այսինքն ամեն բարեփոխումներով բերել ենք այն մակարդակի, որ նվազեցրել ենք։ Այսինքն այն ժամանակ մեզ չեն էլ ասել, թե ինչ է կատարվում բանակում, հասկանում եք։ Այն ժամանակ մինչև 18 թվականը այս կարգի տեղեկացված չէր մեր ժողովուրդը։ Ինչի համար, որովհետև փորձել են չասել, փակել, ցույց չտալ, սա իմ կարծիքով նաև, այսինքն իսկ մենք պարզ բաց ցույց ենք տալի, բայց ասեմ թվերը մեծ չեն, թվերը շատ նվազել են, ամենակարևորագույն հարցը, որ մենք լուծել ենք, որ խաղաղության շնորհիվ մեր սահմանում զինվոր չի զոհվում։ Իսկ այդ ներքին խնդիրների մասով Պաշտպանության նախարարությունը շատ լուրջ աշխատում է։ Պարոն Մեհրաբյան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք ազգային ժողովի պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանին, կհանդիպենք։